Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբու, ամեն։ Շարունակենք այն գրքի ենթաբաժնիներից, մեղքերի բաժնից, այսօր բամբասանքի, չարախոսության, հայոյության, երդվող մարդի, ինչ որ լեզվի հետ կապված է, լեզվի մեղքախոսության մասին։ Ուզում եմ Գործք առաքելոցից մի տողից սկսել, ասում է, և երբ որ մի քանիսը համառում էին և ընդդիմանում այն ճանապարհը, բամբասելով բազմության առաջին, նա բաժանվեցավ նրանցից և աշակերտներին ջոկեց։ Պողոս առաքյալի մասին է խոսքը, երբ որ տեսավ բամբասկոտություն այդ ժողովրդի մեջ, ինքը հեռացավ իրանցից։ Այդ ամեն ինչը օրինակներ է նաև մեզ համար, որպեսզի մենք իմանանք որտեղ ոնց ճշմարիտ վարվենք։ Եթե ընկնում ենք մի միջավայր, որ տեսնում ենք բամբասկոտությունը, մենք պետք է հեռանանք այդտեղից։ Որովհետև մնալով այդտեղ նախ ականջալուր ենք լինում, հետո էլ մեր լեզուն էլ է բամբասելու։ Սրա կամ նրա մասին։ Եվ այդ միջավայրները կարող է լինի ընկերների միջավայր, մոտիկների, բարեկամների, հա, երբ որ տեսնում եք քո սակությունը գնում է բամբասանքի է վերածվում, պետք է լուռ ու սուսուփուս թողել ու հեռանալ։ Ոնց որ Պողոս առաքյալը հեռացավ ու անջատվեց, աշակերտներին էլ հետը տարավ և էլի 12 աշակերտ ինքը ընտրեց։ Նաև Մատթեոսի ավետարանի մեջ, ոչ միայն Մատթեոսի, հետ կթվարկեմ, ասում է, և իր հորը և մորը բամբասողը մահով մեռնի։ Իրար մի բամբասեք, եղբայրներ, իր եղբորը բամբասողը կամ եղբորը դատողը, օրենքն է բամբասում և օրենքն է դատում։ Սա էլ Հակոբոսի թղթերում, նաև Պողոս առաքյալը Հռոմեացիների թղթում շարունակում է քսուներ, բամբասողներ, աստվածատուներ, թշնամանողներ, ծնողների անհնազանդներ, ամբարտավաններ, գոռոզներ, չար բաներ հնարողներ, անմիտներ, անողորներ, որ Աստծու իրավունքները հասկանալով, թե այսպիսի բաներ գործողները մահի արժան են, ոչ թե միայն այս բաներն անում են, այլ գործողներին էլ կամակից են լինում։ Տեսակ նոր կտակարանում շատ տեղեր, քանի տեղ անգամ բերում համատում են, որ մահի արժան գործեր են դրանք այդ մեղքերը։ Բերանից դուրս չճող այդ բամբասանքը, չարախոսությունը, հայոյությունը եւ այլն։ Լեզվի մեղքախոսությունները բոլոր։ Սաղմոսների մեջ հետաքրքիր էլի ենք ասել, որ ասում է Տեր, քո խորանում ով կբնակվի, ով կբնակվի քո սուրբ սարում, հա, ուղիղ գնացողը, արդարություն գործողը և իր սրտումը ճշմարտություն խոսողը, չար չի անում, իր դրածի վրա նախատիկ չի անում, իր լեզվով չի բամբասում իր ընկերին և չար չի անում, որ նրա աչքին առաջին անարգված է չարագործությունը, որ իր արծարքը վարձով չի տալիս և անմեղի դեմ կաշառք չի առնում, ով այս անի, հավիտյան տեղից չի սասանվի։ Նաև Սաղմոսներում նորից շարունակում է Դավիթ մարգարեն, նա, որ ծածուկ բամբասում է իր ընկերին դեմ, նրան կջնջեմ, նա, որ ամբարտավան է աչքերով և հպարտ սրտով, նրան չեմ կարող համբերել, Աստված չի կարող համբերել ու ջնջելու է։ Եվ աշխատում ենք մեր ձեռքերը, Պողոս առաքյալը նորից, մեր ձեռքերով գործելով, բամբասում են մեզ, իսկ մենք օրհնում ենք բամբասողներին, հալածում են և մենք համբերում ենք, որտեղ բամբասանքին բամբասանքով չպետք է պատասխանենք, այլ աղոթք անելով, օրհնելով, Աստված իրանց կողի, վերջում իրանք ամաչելու են,
ու իրանք են Աստծուն փառաբանելու, եթե իրապես մենք այդպես մոտենանք։ Եվ ասում ձեր վարքը Պետրոս առաքյալն ասում, հեթանոսների մեջ բարի պահեցեք, որ ինչ բանով, որ ձեզ չարագործների պես բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստծուն։ Այցելության օրումը։ Նորից Սաղմոսների մեջ ասում նստում ես եւ եղբորդ դեմ հակառակ խոսում ես, քո մոր որդի վրա բամբասանք ես անում։ Այդ ամբողջը մենք մեր կյանքում, մեր այս փոքրիկ կյանքի ընթացքին մենք տեսել ենք, թե մեր ընտանիքներում, թե մեր շրջապատում, հարևաններ, բարեկամներ, ընկերներ, այդ ամբողջը կենդանի է։ Եվ ատելություն ծածկողը ստախոս է։ Իսկ եթե մեկը մեկի հանդեպ ատելություն ունի, բայց քողարկումը ծածկում է, ստախոսը, որտեղ արդեն սուտ է խոսում, շատ կան, չէ՞ որ ասում, վայ, քեզ շատ ենք սիրում, բայց ծածուկ ներսից ատելությունն է կա, անգամ դավերել են նյութում։ Եվ այդ հետո հետևից բամբասում են, իսկ այդ բամբասանք հնարողը անմիտ է։ Դրա համար նորից Պետրոս առաքյալը ասում է չարի փոխարեն չար չհատուցանեք կամ բամբասանքի փոխարեն բամբասանք, այլ ընդհակառակը օրհնեցեք, գիտենալով որ իսկ սրա մեջ կանչվեցաք, որ օրհնությունը ժառանգեք։ Տեսեք, երբ որ մեզ բամբասողներին մենք օրհնում ենք, ոնց որ Աստված պատվիրել է, վերջում կժառանգենք Աստծո օրհնությունը։ Մենք իրապես պետք է տենց լինենք։ Կամ Եսայի մարգարեն ասում է լսեցեք ինձ, ով արդարություն ճանաչողներ, Աստված է խոսում, ով ազգ, որ իմ օրենքն ունես սրտումդ, մի վախեցիր մարդկանց նախատինքից և նրանց բամբասանքից մի զարուրեք։ Ով Աստծուն ունի իր ներսում իրապես, ոչ մի բանից է չի վախում, ոչ մարդկանց բամբասանքից, ոչ մարդկանց անեծքներից, ոչ նզորքից, ոչ չար լեզվից, ոչ չար աչքից, ոչ մի բանից, ոչ էլ իրանց կախարդություններից, որտեղ Քրիստոս պահում է իրան, բոլոր այդ թրջող նետերից, Քրիստոս է իրան, վահանն էլ ամրոցն էլ, այդ նետերը տեղ չեն հասնելու, մեր մեղքի պատճառով է, որ բացվում են դրանք, այդ նետերը տեղ են հասնում, և Հովսեփին ծննդոցի գրքում Աստված ասում է Փառքի բարձրացած որդյակ իմ Հովսեփ, որդյակ իմ դարձած, դու նախանձելի դարձրիր, դու ինձ մոտ որդյակ իմ մատաղ, հա Հակոբը, բանսարկուները բամբասում էին, որ դարափետեն քեզ։ Հովսեփին, որ անգամ եղբայրները, որ բամբասում ու դարաններ էին ուծում, չէ՞ որ Հովսեփին կորցնեն, բայց Աստված պահեց իրան, որտեղ Հովսեփը մաքուր, անգամ եղբայրների համար օրհնություն էր խնդրում, և մինչև վերջը խնդրեց, գրկեց, հիշում եք, որ եկան ճանաչեցին, ինքը ասեց, ես վաղուց ձեզ ներել եմ։ Նորից Ղևտացիների մեջ ասում է, եթե մեկը անիծի իր հորը կամ իր մորը, նա մահապատժի թող ենթարկվի, եթե նա բամբասել է իր հորը կամ իր մորը, մահապարտ է։ Մի քիչ առաջ կարդացինք, որ ավետարանում էր նույնը գրածելի։ Եվ նորից Դավիթն ասում է, այս է վարձը նրանց, ովքեր բամբասում էին ինձ Տիրոջ առջև և ովքեր չարախոսում էին իմ մասին։ Այդ վարձը, որ մահապարտ են դառնում։ Նաև եթե շրթունքները արդար լինեն մեր, արդար շուրթերը լրացնում են թշնամանքը։ Իսկ բամբասանք տարածողները անզգաններն են։ Էլի տեղ կա, որ ասում է, եթե բարի խոսք ես ասում, կռիվը խաղաղվում է, հանդարտվում է, բայց եթե մի անվայել խոսք ես ասում, բորբոքվում է, էլ ավելի հետևանքները տալիս է, ավելի խորը մեղքերի մեջ են ընկնում, թե հայություն, թե անգամ մինչև սպանություններ։ Դրա համար ամենտեղ մեր բերանից պետք է դուրս գա քաղցր խոսքը, որպեսզի խաղաղվեն։
Դրա համար նորից իմաստության մեջ Սողոմոնի ասում է այսվեց զգույշ եղեք, անօգուտ քրտնջյունից եւ գաղտնի շշնջյունը զուր չի անցնել եւ ստախոս բերանը կսպանի հոգին։ Անկամ կամաչը շկով միտեղ անօգուտ վնաս խոսքեր դի դուրս չգան, որպեւ այդ խոսքը մեր հոգին է սպանելու, որ նորից սիրակի իմաստությունն է շարունակում, բամբասողը պղծում է իր հոգին, նա ուր էլ բնակվի ատելի է լինելու։ Ինչպես հնոցում կրակի առաջ գոլորշի եւ ծուխ է դուրս գալիս, այդպես էլ արյունահեղությունից առաջ բամբասանքը։ Այդ ամբողջը խոսում ենք դեռ բամբասանքի, հա, այդ զազրախոսության մասին, դեն շարունակում ենք, որտեղ մեղքերի նկահայություն դեռ, զազրախոսություն, երթում եւ այլն։ Հոբի գրքում ասում է հավետ ուրացել են նրանք ինձ, հենց վեր եմ կենում, բամբասում են ինձ։ Հիշում եք Հոբի շուրջը միշտ հավաքվում բամբասում են։ Նորեւ Եսային ասում, մի վախեցեք մարդկանց նախատինքից եւ բամբասանքից, թող ձեզ ամոթանք չպատճառի։ Դուք ասում եք, ինչով բամբասեցինք քեզ Աստծուն։ Նրանով, որ ասում եք, թե զուր է այն ամենը, ինչ ծառայում է Աստծուն, եւ ինչ օտար եղավ, որ պահեցինք նրա հրամանները։ Ինչ օգուտ եղավ կներեք, որ պահեցինք նրա հրամանները։ Տեսեք, ինչքան մարդիկ կան, չէ՞, ասում է, ինչ եք հավատում, էս եւ այլն։ Դա արդեն բամբասանք Աստծու դեմ։ Որ գնում եք եկեղեցի կամ հավատում եք, ինչ օգուտ ունեք, ինչ եղավ ձեզ, ինչ ավելացավ, դրանք բամբասանքներ են, հենց որ տեսնում եք այդպես ասում են, բամբասում են Աստծուն։ Դրա համար ասում է քո ժողովրդի մեջ չարախություն անելու համար ման չգաս, քո ընկերի արյունը չմտնես, որտեղ այդ խոսքերը, որ դուրս են գալու, մտնենք այդ չարախոսության բամբասանքի մեջ, ոնց որ մարդկանց արյունը ունենք։ Նորից Մարկոսի ավետարանի մեջ էս անգամ ասում է, որտեղ 5 կտակարանից են վերցնում, նոր որտեղ Աստծո խոսքն է բոլորը, Մովսես ասաց պատվիր քո հորը, քո մորը, եւ նա որ հորիցը կամ մորիցը չարախոսություն անե, թող մահով մեռնի, Մարկոսի ավետարան։ Իսկ եթե այդպես չլինենք դեպի լույսը քայլենք, Եսայինը հրաշալի ասում, այն ժամանակ դու կկանչես եւ Տերը կպատասխանի, դու կաղաղակես եւ նա կասի, ահա ես։ Հիշում եք միտեղ են Արսամատյանի մեջ էր, հայր մերը դեռ չկանչած, դու պատասխանում ես, ահա ես։ Էլի սուրբ գրքից էր, էլի։ Եթե հեռացնես քո միջի լուծը, մատնելը, չարախոսությունը, դեն գցես եւ կերակրես սովածին, ախորժանոքդ եւ կարոտյալի հոգին կշտացնես, այն ժամանակ քո լույսը կծակի խավարումը եւ քո խավարը կլինի կեսօրվա պես։ Ոնց որ ասես դուք եք լույսը աշխարհի, որպեսզի լույս տաք, ովքեր որ Քրիստոսը մարդուն ստեղծել է դրա համար, որպեսզի Աստծո պատկերն է, Աստծո պատկերով լուսավորի մնացածը, իր շրջապատը ամբողջ։ Եվ այդ լույսը չեն թաքցնում, հա? Մահճակալի տակ, այլ աշտանակի վրա են դնում, որ լուսավորի բոլորին։ Դրա համար արդ դեն գցենք ամեն չարություն եւ ամեն խաբեություն եւ նախանձը եւ ամեն չարախոսությունը նորածին երեխաների պես, ցանկանալով այն բանավոր անխարդախ կաթին, որ նրանով աճեք դեպի փրկություն։ Տեսեք, միշտ մանուկների հետ է համեմատվում Աստծո արքայությունը, որտեղ մանուկներն են ժառանգում այն,
մանուկների մեջ, որտեղ այդ մաքրությունը կա, անկեղծությունը, չկա այդ չարախոսությունը, չկա այդ բամբասանքն ու հարևյանքը փոքրիկ մանուկների մեջ։ Եվ դրա համար ոնց որ մանուկը միշտ ձգտում է մայրական կաթին, հա, մաքուր կերակուրին, այնպես էլ մենք մանուկների պես անխարդախ բանավոր կաթին, որ Աստծո խոսքն է, էլի բանավոր, որ պետք է սնվենք դրանով, աճենք, զորանանք դեպի փրկություն։ Նաև Պողոս առաքյալը իր թղթերում գրում է, ասում է, վախենում եմ, որ միգուցե իմ գալու ժամանակ ձեզ այնպես չգտնեմ, ինչպես կամենում եմ, եւ ես գտնեմ ձեզ համար ինչպես էլ դուք եք կամենում, որ չլինեն կռիվներ, նախանձներ, բարկություններ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ։ Եվ այդպես էլ Աստված այնպես չլինի, որ այցելի, որ գտնի այս բոլորը մեր մեջ։ Աստծո զորությամբ լինի, որ մաքրված լինենք, որ պատրաստ լինենք կանգնելու Աստծո առաջ։ Գիտեք, երբ որ Աստված ընդունի երանիք է մեզ բոլորիս էլ, բոլորին է տեսնելու ենք ու ճանաչելու ենք, դեմքերով, Պողոս առաքյալներին էլ, մարգարեներին էլ, Աստծո սրբերին էլ, մեր այն հարազատներին էլ, որոնք Աստված կողորմի, կբերի երկնքի արքայություն, երանիք է։ Բայց դրա համար մենք մեր վրա պետք է աշխատենք, որպեսզի մենք արժանանանք դրան։ Ասում է Մակաբայեցիների գրքում, ասում է, ոմանք իրենց չարամտությունից դրդված չարախոսությամբ զբաղվեցին։ Երբ որ մարդ չարախոսում է, հա, այս ուրեմն նրա միտքը չար է, որ այդ դալիս է, դուրս է գալիս բերանից։ Հեսա շատ տեղեր կընթերցենք հին եւ նոր գտականներում, հիմնականում նորում, որ այդ ամբողջը մեր սրտից է գալիս։ Սրտից գալիս է միտք, սրտից գալիս է լեզու, այսինքն սիրտը մաքուր չի մեր։ Անցած անգամ էլ ասեցինք, հիշում եք, վերջում լրացրեց գործառաքելոցում, որ ասեց մաքրի մեր սրտի մեջի աղբը, որպեսզի արժանանանք նաեւ դրան, որտեղ սրտից է գալի կյանքը։ Եթե սիրտը մեզ չմաքրվեց, ոչ մի տեղն չի մաքրվի, սրտից գնում է ամեն տեղ։ Եվ Սաղմոսներում հերթով սկսում է հարվածել, թող պապանձվեն նենք շրթունքները, որոնք ամբարտավանությամբ եւ արամարանքով չարախոսում են արդարի մասին, թող ամաչեն ու կորստյան մատնվեն ինձ չարախոսողները, թող ամոթանք ու խայտարակություն կրեն իմ դեմ չար խորողները։ Նորից շարունակում է Դավիթ մարգարեն, թեև իշխանները նստած չարախոսում էին իմ մասին, բայց քո ծառան խորում էր քո օրենքների մասին, ոչ թե իրանց չարախոսությունների մասին, այլ նորից Աստծո օրենքի, Աստծո խոսքի մասին, որ իր մեջ պտուղ տա։ Դրա համար նորից Սաղմոսը շարունակում է Դավիթ մարգարեն, մի սիրիր չարախոսել, որպեսզի չզրկվես կյանքից, աչքերդ բաց արա եւ կշտացիր հացով։ Հացն էլ ստեղ էլի երկու տեսակով, համ աշխարհի հացն է, որ կշտանում ես փառտուր Աստծուն, նաեւ հոգեվոր հացով կշտացիր, ոչ թե ընկիր այդ չարախոսության հետևից, որտեղ չարախոսությունը թունավոր հացն է, որ բերանից դուրս է գալի այդ կերակուրը։ Շուտ, ասում է, սուտ չարախոսը, ընդհանրապես չարախոսը, ավելի դաժան է, քան թե մահը սիրակի իմաստության մեջ։ Եվ նաև մեր բարին, ասում է, ձեր բարին թող առիթ չծառայի չարախոսությանը։ Այսինքն պետք է այնքան խորագետ լինենք Աստծով, Աստված այնքան իմաստնացնի, որ եթե մի բարի բան էլ գործենք, այսինքն մենք չենք գործում, Աստծուց է այդ բարին, որ ինքն է գործում, այնքան խորագետ լինի, որ այդ բարին անգամ չծառայի չարախոսություններին։ Ցավոք սրտի այնքան չարախոս մարդիկ կան,
որ ամեն ինչին են չարախոսում, անգամ լավ բան էլ արվի, մեկը մի բարի բան անի, մեկը ինքը չարախոսելու է։ Հասարակ մի փոքր բան ասեմ, որ շատերի մեջ է տարածված այդ բառերը, որ ասում են ունեցած տեղից անում, հասարակ բան է, չէ՞։ Խոսքի մեկը բարեգործություն է անում, Աստծով իհարկե, իր եղածը կեսում տալիս է, իր եղածը կեսից շատն էլ է տալիս, բայց կողքից նայող է հետո որ պիտի չարախոսի, հենց որ սենց բառը չէ ասում, դա չարախոսություն է, ունեցած տեղից է տալիս սենց, յանի ես չունեմ, չեմ տալիս, չեմ անում, արդեն դա չարախոսություն է, նախ դու ինչ գիտես, և երկրորդ հերթին, երբ որ տենց խոսողը, ինքը որ միլիոններ էլ ունենա, ոչ մի լավություն էլ չի անելու, իր համար դա էլ է դեռ քիչ։ Նաև Պողոս առաքյալը Տիմոթեոսում նույնպես և նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախոս, հեզ հավատարիմ ամեն ինչում, ոչ ոքի չչարախոսեն Տիտոսի մեջ։ Եվ նորից Պետրոս առաքյալը մաքուր խղճմանք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը ի Քրիստոս։ Եվ հայտնության գրքում երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր. այժմ եկավ մեր Աստծու զորությունը, փրկությունն ու արքայությունը և նրա օծյալի իշխանությունը, որովհետև ընկած մեր եղբայրների դեմ չարախոսը, այն գլխավոր չարախոսը գիտենք ով է, Սատանան էր, անգամ միշտ չարախոսում էր Աստծուց էլ, անբարտավան դարձավ, հետո որ Աստծու մոտ նա ով Աստծու առաջ նրանց մասին չարախոսում էր գիշեր ցերեկ։ Տեսեք, Հոբի գրքում հիշում եք, Աստծու մոտ Սատանան կանգնեց էլի, որ ասեց, տեսար իմ արդարին, նորից չարախոսեց ընդեղ, ինքը գիշեր ցերեկ Աստծու առաջ չարախոսում է բոլորի մասին, ինքը որտեղ չարախոսների հայրն է, առանց դրա չի կարող, և ընդհանրապես բոլոր մեղքերի հայրն է։ Սկզբում Սատանան գողեր տեղ կա գրած, այսինքն գողերի հայրն է, բայց չգիտես ինչու մեր ժողովրդի մեջ մտածա այնպես, որ այդ գողը մի ինձ բան են համարում, էլ չեն ասում, գողերի հայրը Սատանան է, ու այդ մեր ժողովրդի մեջ չի եղել սկզբից, էլի օտարամուտ մեղքա, որ եկավ մտավ մեր մեջ, ցավոք սրտի այնքան տարածվեց, որ այսօր ամբողջ ժողովուրդը թեկուզ անունով գողել չի, բայց իր վարքով ու բարկով մեծ մասը գող են։ Գյուղերը որ գնաս, մանավանդ ավելի վատ գյուղերում։ Ուզում եմ հնչեցնեմ, բայց անգամ լսեցի Բյուրական գյուղի մասին, ինչ ահավոր է անտեղ, բոլորը հայոյող, հարբեցող ու գող, մեծ մասը, բոլորի նկատի չունեմ, բայց ժողովրդի մեծ մասն է տենց, որ անգամ տուն են կառուցում, որ մեկը դրսից գումար է բերել տունը հողը կառուցում, սաղ գողացել են, պահակը տարել է ամբողջ փայտը և այլն։ Ու ընդհանուր տեսքը ոչ միայն այդ գյուղի կոնկրետ դրա համար չասեցի, որ գնանք մեր գյուղերը բոլոր տեղերը նույնն է։ Նույնն է գալիս է քաղաքի մեջ, մեր ազգի մեջ տարածված է այս գողությունը, խաբելը, այս մարդկանցից ինչ ասես պոկելը, հայոյելը մի բան էլ վերջում հետևից չարախոսելն ու բամբասելը, ցավոք սրտի, ողբալի վիճակում ենք մենք։ Հետաքրքիր տեղ կա Հոբի գրքի մեջ, ասում է, և երբ որ խնջույքի օրերը լրանում էին, այն ժամանակ Հոբը ուղարկում էր նրանց, սրբում էր, և առավոտից վեր էր կենում և ողջակեզներ էր մատուցանում նրանց ամենի թվերի չափով, քանի հոգի կային, որովհետև Հոբն ասում էր, գուցե որդիքս մեղանչել են և Աստծուն հայել իրենց սրտումը։ Հոբն այսպես էր անում ամեն ժամանակ։
Տեսեք, չգիտի ինչ են ասել, բայց մտածում էր կարող է մեղանչել են իմ զավակները, իրանց համար ողջակեզներ էր մատուցում Աստծուց, ներողություն էր խնդրում, փառք էր տալիս նաև Աստծուն, իրանց զավակների համար, չիմանալով անդուր, ասում է գուցե մեղանչել են, այնպես որ սա էլ է մեզ դաս ու օրինակ, որ մենք մեր զավակների, մեր թոռների միշտ խնդրենք ամեն օր իրանց համար, որ գուցե ամեն օր այդ մեղքերի մեջ կան, կլինեն, որ Աստված ողորմի։ Նաև Սենեքերիմը, մնացորդած գրքի մեջ հետաքրքիր տեղ կա, նամակներ գրեց Իսրայելի Տեր Աստծուն հայոյելով, ասելով, ինչպես որ երկիրներն ազգերի աստվածներին իրան ժողովուրդներ չազատեցին, աստվածները ազգերի, տարբեր հեթանոսական աստվածների մասին է խոսքը, իմ ձեռքից, որտեղ բոլորին հաղթել էր, այսպես էլ Եզեկիայի աստվածը չի ազատի իր ժողովրդի իմ ձեռքից ու հայոց Աստծուն, բայց այստեղ արդեն կենդանի աստվածներ, ճշմարիտ աստվածը եւ դրա համար այդ հայրանքի համար պատիժը տեղում կրեց Սենեքերիմը, հիշում եք, չէ՞, Սենեքերիմը, որ Աստված զորքին հարվածեց միանգամից 100,000-ից ավել, որ մահացան, Սենեքերիմը փախավ, գնաց, իր որդիներն իրան սպանեցին, փախան Արարատի երկիր։ Իդեպ իր որդիները Ադրամելեքն էին, Բաղդասարը։ Սարասարն ու Ադրամելիքը Բաղդասարն է, որ փախան եկան հայոց աշխարհ, ասորիներ էին։ Այդտեղից հայ ժողովուրդը ծնեց Սասունցի Դավիթ էպոսը։ Այսինքն Սարասարը, որ կար ու Բաղդասարը, դրանք ասորիներ էին, հայ չէին։ Օրինակ հայրերից գրում են պատմիչները, որ անգամ Սանասարից դուրս եկան Սասնա հրաշք ճյուղը, իրանք լավ ծառայեցին Արարատյան երկրին, Հայաստան աշխարհին, մեջ նախարարների տոհմեր եղան, նաև Բաղդասարը, ու տեղից ժողովուրդը ոնց որ ծնեց Սասունցի Դավիթ էպոսը, որ ավելի շատ շեղեց մարդկանց, որտեղ շատերը համարում են մեր Աստվածաշունչ, որը մեղք է, քավլիցի, որտեղ Աստծո խոսքը մեկն է։ Դա ժողովրդական էպոս է։ Սուրբ գրքում դա կա։ Եվ նաև մեր էպոսի հին անվանումներից մեկը, որ կա Սասունցի Դավթի, հենց այնտեղ կա Սարասարն ու Ադրամելեքը, Բաղդասարի տեղ Ադրամելեքը գրած հին օրինակներում կա։ Այնպես որ դա նույնն էր, բայց շատ խորհրդավոր, հիշում եք ծնունդը, որ ներկայացված է էպոսին, ջրի մեջ, մայրը, որ ծնվեց եւ այլն։ Այստեղ է շատ հետաքրքիր խորհուրդ ուներ, սա նմանացրել են Սուրբ գրքին եւ այլն։ Շարունակենք։ Եվ դրա համար նորից հայտնության գիրքն են գալիս, 4-րդ հրեշտակը իր սկավառակը թափում արեգակի վրա եւ տրվեցավ նրան, որ մարդիկ խորշակահար եղան, սաստիկ տաքով, հայեցին Աստծուն անունին, որ այս պատուհասների վրա իշխանություն ունի, եւ չապաշխարեցին եւ փառք չտվեցին նրան։ Նույն ձևի հայտնության գրքում շարունակվում է, եւ երկինքի Աստծուն հայեցին իրենց ցավերի պալարների պատճառով եւ նորից չապաշխարեցին իրենց գործերիցը, որտեղ հարվածներ կերան իրենց ներսով, նաև նորից երկնքից տաղանդաչափ մեծ կարկուտներ է իջնում մարդկանց վրա եւ մարդիկ հայեցին Աստծուն։ Տեսեք բոլոր դեպքերում մարդիկ փոխանակ ապաշխարեն, դες վերջն է, հայտնության վերջում, ընդհակառակը, ոչ միայն չեն ապաշխարում, հայոյում են Աստծուն, անվան, և դրա համար դատապարտություն կընդունել։ Նորից, անգամ Ելից գրքում ասում է, մի հայոյեք ձեր դատավորներին, ժողովրդի իշխաններին էլ, մի անիծեք, կապ չունի լավն են, վատն են,
Աստծո մարդիկ երբեք բերանից այդ չարախոսությունն ու բամբասանքը, զազրախոսությունն ու հայոյանքը պետքա դուրս չկալ ոչ մեկի հանդեպ։ Տեսեք պատվիրանն է, որ ասում է դուք օրինեք, որպեսզի օրնությունը ժառանգեք։ Ինչքան հիշում եք թե Տիրոջը, թե առաքյալներին, որ սպանեցին, նահատակեցին, հա, բայց իրանք օրնում էին, ասում էին Տեր Աստված, իրանք չեն հասկանում, ների իրանք, թե Պողոս առաքյալը, հա, բոլոր օրինակները կան, եւ այդ ճշմարիտ ներում խնդրելով դիմացիները փոխվում էին, անգամ սրբեր էին դառնում, ինչպես Սուրբ Ստեփանոս նախավկան, որովհետեւ ինքը ներում խնդրեց Պողոս առաքյալի համար, որտեղ Պողոս առաքյալն էր այդ ժամանակ սպանողը, հա, ներկա էր դրան, նաև ղեկավար էր, բայց Սուրբ Ստեփանոսը իրապես ներում խնդրեց, եւ դրա համար այդ Սողոսը դարձավ Պողոս, Սուրբ Պողոս։ Եթե հայրերը գրում են, ասում են, եթե ինքը չներեր ճշմարտապես ու Աստծուն չխնդրեր, Սողոսը երևի Պողոս չդառնար։ Նույն ձևի մնացած բոլոր սրբերը, երբ որ խաչվում էին կամ նահատակվում, իրանք միշտ ասում են, Տեր, ներիք, իրանք չեն հասկանում։ Նույն ձևի, երբ որ մեր հանդեպ չարախոսում են կամ բամբասում են կամ հայոյում են, մենք ներսով իրապես պետք է ասենք, Տեր, ների իրանք չեն հասկանում։ Հետո իրանք ամոթով են լինելու։ Բայց երբ որ հակառակն ենք անում, մենք ենք ընկնում մեծ մեղքերի մեջ։ Եվ դրա համար նորը ասեցինք քիչ առաջ Դավթի համար, ասում է, որովհետև Տիրոջ թշնամիներին այս բանով առիթ տվիր հայոյության անելու, դες առիթը դու տվիր, որ հայոյեն, ապա այն որդին էր, որ պիտի ծնվի քեզ համար, պիտի մեռնի։ Եվ նորից Մարկոսի ավետարանում, որ ասում է սրտից է դուրս գալի, մենակ Մարկոսի չէ, հերթով կթևարկեմ, որ ասում է, որովհետև ներսիցը մարդկանց, ներսիցը մարդկանցից մարդու սրտից է դուրս գալիս չար խորհուրդներ, շնություններ, պոռնկություններ, սպանություններ, գողություններ, ագահություններ, չարություններ, նեղություն, պիտի, չար աչք, չար ցանկություն, պիղծ ցանկություն, հայոյություն, անբարտավանություն, անզգամություն, այս ամենը չար բաները ներսիցն է դուրս գալիս, որ մարդին պղծում է։ Իսկ երբ որ դրանք անում ենք, դա մեր ներսից է, որ կա մեր սրտում, եւ դրա համար դա պղծում է մեզ։ Եվ դրա համար Գործք առաքելությունը ասում Տեր մաքրի մեր սրտերը, որ պրծնենք այդ մեղքերից։ Քանի սիրտը չի մաքրվում, այ երբ որ մաքրվում է սիրտը, ասում է Երանի սրտով մաքուրներին, որ նրանք Աստծուն կտեսնեն։ Նորից Մատթեոսն է շարունակում նույնը, որովհետև սրտիցն են դուրս գալիս չար խորհուրդներ, սպանություններ, շնություններ, պոռնկություն, գողություն, սուտ վկայություն, հայություն, սրանք են մարդին պղծող։ Հա, որտև բերնից մտնողը չի պղծում։ Կակրած մեծ պարքի օրերն են, այ որ մեր բերանից դուրս եկածը մեզ չպղծի։ Միտեղ Սաղմոսների մեջ Դավիթ մարգարեն ասում է, երբ սխալվելիս եմ լինում, հա, սակայն եթե սխալվելիս, նրանք ասում է ուրախանում են, թշնամիները ուրախանում են, երբ որ մեկը Աստծով եթե արդար է, սխալվի հանկարծ, ահա որ ուրախանում են, ժողովում են ինձ վրա, որ խոցեն ինձ, եւ ես չգիտեի հայում են եւ չեն դադարում, անընդհատ հայում են։ Ուզում եմ մի փոքրիկ դրվագ հիշեմ իմ կյանքից, միտեղ տնօրեն էի աշխատում, ծրագրավորողներ էին, իրավաբաններ էին, ես էլ տնօրենն էի։ Դե տարիներով իմ բերանից հայոյանք դուրս չէր եկել։ Ուրեմն այնքան դրտեցին, ինչեր ասես չարեցին, իմ բերանից անվայել խոսքեր դուրս եկավ։ Ու իրանք բոլորով այնպես ուրախացան, այս տողերը, որ հիշում եմ, փշրաքաղում եմ, սկսեցին ծափ տալ ուրախությունից, որ իմ բերանից դուրս եկավ անվայել խոսք, որտև երբեք չէին լսում։
դե Դավիթ մարգարեն ուր, ես ուր, Դավիթը սուրբ, ես մեղավոր, ինքը համբերեց, բայց ես չկարողացա համբերել այդ բանը, դա շուտվա բան եմ ասում 99 թվականին, և այլն, Աստված հեռու պահի մեզ, որտև ճշմարտապես շրջապատը դու հայոյող են, չարախոս են, զազրախոս են, իրանք ուրախանում են, եթե անգամ դրթեն քեզ, դու էլ բամբաս ես, չարախոս ես, հայր ես։ Դրա համար այդ միջավայրներից պետք է փախչենք։ Այդ փախչելն էլ շատ հետաքրքիր է։ Գնացի Սուրբ Գրիգոր Լուսավորից ծնկի եկա, Աստծուն խնդրեցի, ասի Տեր, ինձ հեռացրա, չեմ ուզում աշխատել։ Գնացի առավոտը գործի, այդ սեփականատերը եկավ, մտավ իմ մոտ, ասաց շատ շնորհակալ եմ, ձեռքով շնորհակալություն, բայց քեզ պետք է գործից անեմ։ Ես էլ ասի շատ շնորհակալ եմ, ես գիտեմ։ Ու տենց, որ այդ միջավայրից հպրծնեի, փառք Տիրոջը։ Նոր կտակարն այդ ժամանակ առաջի անգամ արտագրեցի, փոքրիկ գիրկա, հենց վերջացրեցի ու ազատվեցի։ Եվ այլն։ Թող Աստված հեռու պահի մեզ բոլոր չարախոսություններից, մեր լեզուն մաքրի, բամբասանքից, հայոյանքից, որպեսզի արժանացնի իր արքայության նորից, որտեղ այնտեղ մաքուր պետք է լինենք, մաքրված, որ ինքը մեզ իր գիրկն առնի։ Ամեն։